մարդկի վրա սուր չպիտի բարձրացնի, եւ նրանք այլևս չեն սովորելու պատերազմներ, ինչպես ազդարարում է մարգարեն։ Սիրելիներ, Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ունտրովի արդարադատություն և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստուծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելության, խաղաղության, եղբայրասիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ հանության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում, իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը կորստաբեր ճանապարհներից։ Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով, մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։ Արդ, սիրելիներ, հայրապետական մեր պատգամն է, նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վերհառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը, ով իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ, նախանձախնդիր բարի գործերի։ Սուրբարության ուրախալի ավետիսով միասնաեջ մայրտաճարից եղբայրական մեր ողջույններն ենք հղում առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին, մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս մեր հոգևոր եղբայրներին,
քույր եկեղեցիների պետերին եւ իրենց հավատավոր հոտին, հայրապետական մեր սերն ու օրհնությունը ազգային ու հոգևոր արժեքներին նախանձախնդիր մեր ժողովրդին, հայրական մեր գնահատանքը ձեզ ամենքիդ սիրելիներ, առհայրենին եւ մեր Սուրբ եկեղեցին անապազ դրսևորվող հավատարմության եւ ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել եւ շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը։ Ձեզանով է շեն ու անսասան մեր Սուրբ եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզանով է զորեղ ամուր ու լուսափայլ մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առհայրենին ու մայր եկեղեցին սիրով, ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։ Հոգենորոք այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք առհարուցյալ Աստվածորդին, որ իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին եւ հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուր մեր ժողովուրդը, ապրի հավատքով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։ Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպեսզի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները, իբարս Աստուծո եւ ի հավետ պայծառություն ազգի եւ առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Աղոթենք նաեւ պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհետ կորածների ու նրանց ընտանիքների, այլև նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար, թող Աստծո ամենախնամ աչը, սերը եւ օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Մենք էլ պատասխանենք Վեհապար հայրապետի ողջույնին եւ ասենք օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Այժմ հայր մեր շարականը կհնչի։